Ինվեստիционные проекты предполагают увеличение рабочих дополнительных мест. Ագարակի բնակչության 1/3-ն այստեղ է աշխատում։ Պղնձամոլիբդենային կոմբինատը 1015 մարդու մշտական աշխատավայրն է։ Սեփականատերը ռուսական Geoprominding ընկերությունների խումբն է։ Компания инвестировала в целом за последние 10 лет. Վերջին 10 տարում Geoprominding-ը Հայաստանի տնտեսությունում 505 միլիոն դոլարի ներդրում է արել։ Ռուսական խոշոր ընկերությունների խումբը 10 տարի առաջ 250 միլիոն դոլարով գնեց Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը եւ GPM Gold ընկերությունը, որը շահագործում է Սոտքի հանքավայրը եւ Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան։ Есть такой юмор в компании. Այդ գործարաններն այնպիսի վիճակում էին, որ նույնիսկ կատակում էինք, թե Ստալինգրադ ենք գնել։ Мы говорим, покупали Сталинград. Geoprominding-ի թիմը իր երկու ձեռնարկությունները ամբողջովին արդիականացրեց, ավելի արդյունավետ դարձրեց հանքանյութի հարստացումը եւ նոր աշխատատեղեր ստեղծելու հնարավորություն տվեց։ Արարատի ոսկու վերամշակման ֆաբրիկան աշխարհում առաջինը ներդրեց Albion տեխնոլոգիան եւ հաջողեց։ Հզոր տեխնոլոգիան հնարավորություն է տալիս հանքաքարից ստանալ 85% ավելի շատ ոսկի։ Компания разрабатывает проекты по увеличению дополнительных. Արարատում նախատեսում ենք հանքաքարի մշակման ծավալը հասցնել 1.700.000 տոննայի։ Ագարակում էլ նախատեսում ենք Չինաստան եւ Եվրոպա արտահանվող պղնձի եւ մոլիբդենի խտանյութի արտադրությունը 2.5 անգամ ավելացնել։ Այս ամենը առնվազն 50-60 միլիոն դոլարի ներդրում կպահանջի։ Միջազգային շուկաներում գների տատանումներից անկախ Geoprominding-ի մոտ 2000 աշխատակիցների վարձատրությունը չի ուշանում եւ չի վերանայվում։ Դրա շնորհիվ է նաեւ որ Geoprominding-ը պահում է ամուր դիրքը Հայաստանի խոշոր հարկատուների տասնյակում։ Լիլիթ Ասանյան, Արմեն Շահոյան, ժամը լրատվական։